Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր դեկտեմբերի 9-ն է, երեքշաբթի։ Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտանմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։ Թե որքան կտևի հապկում Հայաստանի սառեցված կարգավիճակը կախված է հենց Երևանից, ասել է ՀԱՊԿ խորհրդարանական վեաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։ Այս մասին նա խոսել է Սպուտնիկ մուլտիմեդիա հարթակի կազմակերպած Մոսկվա, Աստանա, Բիշքեկ, Երևան, Մինսկ տեսակոնֆերանսի ժամանակ։ Մեր հայ գործընկերները կարծես բացակայում են վեհաժողովի միջոցառումներից, բայց դեմ չեն խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ընդունված որևէ փաստաթղթի։ Ինչպես ենք մենք դրան նայում։ Այսօր կարծում եմ ամբողջ աշխարհն արդեն տեսել է դե յուրե եւ դե ֆակտո, որ ՀԱՊԿ եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովը աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի կամ խորհրդարանականների վրա ճնշում չկա, մենք չափազանց հարգալից ենք մեր գործընկերների կողմից կայացված որոշումների նկատմամբ եւ որևէ բողոք չունենք։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանը չափազանց հարգալից է մեր կողմից կայացված որոշումների նկատմամբ։ Թե որքան կտևի այս իրավիճակը կախված է հենց Հայաստանից։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները կողմ են բոլոր հարցերի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը դա գիտեն։ Նրանք գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեռևս 1990-ականների սկզբին ԽՍՀՄ խորհրդային միության փլուզումից հետո, եւ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը, անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ապահովել, որ ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իվանովոյի մարզում փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում։ Վթարի վայր է ուղարկվել որոնողական փրկարարական խումբ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ ինքնաթիռում եղել է 7 մարդ։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը խաղաղության ծրագրի վրա աշխատանքը կավարտի դեկտեմբերի 9-ի երեկոյան, որից հետո այն կփոխանցի Միացյալ Նահանգներին։ Կար 28 կետ, հիմա դարձել է 20։ Ակնհայտորեն ոչ ուկրաինական կետերը հանվել են։ Ամերիկյան տրամադրվածությունն ընդհանուր առմամբ կողմ է փոխզիջում գտնելուն։ Անխոս կան տարածքային բարդ հարցեր, այդտեղ դեռևս փոխզիջման չենք հասել։ Լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան իրավունք չունի իր տարածքները հանձնել ոչ երկրի սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով։ Թրամփն ունի իր սեփական տեսլականը, որը տարբերվում է ուկրաինականից։ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Զելենսկին հանդիպումն անվանել է լավ և արդյունավետ, նշելով, որ զրուցակիցներին տեղեկացրել է դիվանագիտական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին։ Ուկրաինայի նախագահի խոսքերով իրենք համակարգել են դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ և գործում են համակարգված և կառուցողական ձևով։ ՆԱՏՕ-ի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը նախազգուշացրել է, որ Թրամփը կարող է հրաժարվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից, եթե հասկանա, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագիրը անհնար է։ Միևնույն ժամանակ Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն այժմ ավելի մոտ է, քան երբևէ։ Ըստ պաշտոնյայի Թրամփը հասկանում է, թե ինչպես ճնշում գործադրել երկու կողմերի վրա համաձայնության հասնելու համար։ Ուիթաքերը նշել է, որ համաձայնության հասնելը պահանջում է և Ռուսաստանի, և Ուկրաինայի մասնակցությունը։ Մոսկվան ներկայումս որևէ տեղեկություն չունի Վաշինգտոնի և Կիևի միջև Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովի խոսքերով բանակցությունների մասին տեղեկատվությունը կարևոր է Ռուսաստանի հաջորդ քայլերը որոշելու համար, այդ թվում տարեվերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման համատեքստում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև տարեվերջին հանդիպում կազմակերպելու հնարավորություն ներկայումս չի քննարկվում։ Կրեմլի խոսնակը սակայն նշել է, որ նման հանդիպումը պահանջում է պատշաճ նախապատրաստություն։ Պեսկովը հավելել է, որ նման հանդիպման հաջողության համար անհրաժեշտ է աշխատանքներ տանել փորձագիտական մակարդակով, որն այժմ ընթացքի մեջ է։ Ճապոնիայի հյուսիսարևելյան Ամորի պրեֆեկտուրայում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 35 մարդ, վնասվել են շենքեր, մեքենաներ, ճանապարհներ։ Որոշ գնացքների երթևեկությունը դադարեցվել է եւ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի նախազգուշացում, սակայն ներկայումս այն հանվել է։ Իշխանությունները նաեւ զգուշացրել են, որ առաջիկա օրերին կարող է ավելի ուժեղ ցնցումներ տեղի ունենալ, կոչ անելով հանրությանը պահպանել բարձր զգոնություն առնվազն 1 շաբաթ։ Դամասկոսում 1 մարդ զոհվել է, մոտ 260-ը վիրավորվել Սիրիայում իշխանափոխության տարեդարձի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի անցումային կառավարությանը ենթակա առողջապահության նախարարությունը։ Թայլանդի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Կամբոջայի ուղղությամբ, վերջին էլ պատասխանել է հրթիռներ արձակելով Թայլանդի 4 շրջանների վրա։ Երկու երկրները միմյանց մեղադրում են սահմանային հակամարտության վերսկսման համար։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով կողմերի միջև սրվող հակամարտության ֆոնին սահմանամերձ տարածքներից տարհանվել է Թայլանդի մոտ 400,000 եւ Կամբոջայի 11,000 քաղաքացի։ Հաղորդվում են նաեւ զոհերի եւ վիրավորների մասին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը դադարեցնելու իրավիճակ չկա, բայց աշխատանքի հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ կա, ըստ որի այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելին է, դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-յան իր էջում հրապարակելով տեսանյութ։ Նախարարը անդրադարձել է շրջանառվող վիրուսներին եւ դրանցով պայմանավորված համաճարակային իրավիճակին։ Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը եւ հնարավորություն տանք, որպիսի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։ Եվ նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն եւ այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում, ուզում եմ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման եւ եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ։ Առողջ եղեք, խնդրում ենք այն քաղաքացիները, ովքեր որ չունեն ախտանշաններ եւ կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է եւ բավական ագրեսիվ է։ Դրա ուրեմն պատվաստանյութում արկա հակամարմինները վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն եւ չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեն։ Ախուդյանի տարածաշրջանի Ջաջուր, Ջաջուրավան, Կրաշեն եւ Մեծսարյար գյուղերը գազաֆիկացվում են։ Այս բնակավայրերը բնական գազ չեն ունեցել երբևէ։ Ծրագիրը սուբվենցիոն է, մոտ 10 կիլոմետր երկարության ստորգետնյա գազատար է անցկացվել 4 գյուղերի համար։ Մայր գազատարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, ծրագրի երկրորդ փուլով ներքին ցանցի անցկացումը կմեկնարկի եկող տարի։ Բարդուծար, ուրենուծար ճախել են կոֆյոլայստան։ Պես փետը կտնեմ ձերքիս վրա, կտանի վարանի մոդը, մինչև գիշերը 2-12-ը կվարենք, բայց էլի չենք տակնա։
Հյուսիսային տարածաշրջանի ձմեռը թեկուզ առանցյան ցրտաշունչ է։ Ջաջուր գյուղի քամիներն էլ միշտ անպակաս։ Յուղի մարդիկ տաք ձմռանը նախապատրաստվում են շուտ։ Վառելիքի պաշար կուտակում են դեռ ամռանը։ Գյումրիից ընդամենը 10 կիլոմետր է հեռու Ջաջուրը, բայց բնական գազ չեն ունեցել։ Հարկսեն գազը գուկա, հոլը չկա։ Առանց գազի ջեռուցման ծախսերը մինչև գարուն փակելը դժվար է։ Միայն աթարին փող չեն տալիս։ Փայտ կամ ածուխը ահագին գումար է բռնում։ Այս կողմերում էլ ձմեռը երկարում է։ Երբեմն կուտակած վառելիքը ձմռան կեսին վերջանում է, ու այդ ժամանակ մնում են աթարի հույսին։ Բայց փայտի, ածուխի ու աթարի տաքությունն էլ ուրիշ է, ասում են ջաջուրցիները, բայց հոգներ են վառարան դնելուց, ծուխ ու ծխնելույս մաքրելուց։ Վերջապես ջաջուրն էլ բնական գազ կունենա, արդեն հաջորդ տարվանից։ Հիմա գազամատակարարման ցանցն են անցկացնում, ստորգետնյա գազատարները եկել հասել են գյուղ։ Սովետի վաղվանից գազ կուզենք, գազը մեր կողմով կանցներ Շոշենկում դրասից, բայց դե գազ չուներ գյուղը։ Մի ասում փառք, գազը կուկա, ով կարողանա գազ կվառե, ով չի կարող էլ իր վառելիքը կվառե, բայց դե գազը շատ լավ բան է։ Ստորգետնյա գազատարով Ջաջուրից բացի հարևան Ջաջուրավան, Կրաշեն եւ Մեծ Սարյար գյուղերին է կապույտ վառելիք հասնելու։ Այժմ 50 տնտեսություն ունի Ջաջուրավանը մոտ 200 բնակչով, բայց ժամանակին ապրող ընտանիքները շատ էին։ 1988 թվականից առաջ է եղել գյուղը գազաֆիկացնելու ծրագիր, բայց երկրաշարժից հետո այդպես էլ աշխատանքներն անավարտ են մնացել։ Սակավահող ու Սակավաջուր Ջաջուրավանից ստիպված հեռացել են երիտասարդ ընտանիքները։ Համայնքային ու ներհամայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գազամուղի անցկացումն էլ գրեթե ավարտվում է։ Ախուրյանի տարածաշրջանի այս բնակավայրերը երբևէ գազ չեն ունեցել։ Ջաջուրավանցիները սպասում են, թե երբ ներքին ցանցը կկառուցվի։ Ես չեմ կարող ասել ինչ քանակությամբ կարող է օգտագործել, բայց որ կօգտագործեն միանշանակ է։ Իհարկե անհրաժեշտ է։ Շատ է անհրաժեշտ։ Գյուղական բնակավայրերի գազամատակարարման ծրագիրը սուբվենցիոն է, մոտ 10 կիլոմետր երկարության ստորգետնյա գազատար է անցկացվելու։ Աշխատանքներն ավարտվել են Ջաջուրում եւ Կրաշենում, մյուսներում դեռ ընթացքի մեջ են։ Ներքին ցանցի կառուցումը կսկսեն հաջորդ տարվանից։ Ավտենաշարժանքները 90%-ով արված է, գործից մնացել է, կարելի ասել մի փոքր մաս, մոտավորապես մի 1000 մետրի, 1 կիլոմետրի չափով, ընդանուր գործը իր փուլով գնում է, կարելի ասել։ Շուտով կվերջացնենք, երևի թե մի շաբաթից։ Ինչ մնում է գյուղերի ներքին ցանցի վերգետնյա կառուցումներ, մենք դրա հետ կապ չունենք, մեզ մնում է հասցնենք իրանց նպատակին վերջնակետին, նրանից հետո կշարունակեն իրենց գործը։ Ախուրյանի 33 բնակավայրերից 12-ում գազաֆիկացման ծրագրերը տարբեր փուլերում են։ Լեռնուտ եւ Կարմրաքար գյուղերում բնակչության փոքր թվի եւ բնակավայրերի հեռավորության պատճառով գազաֆիկացման ծրագրեր չկան նախատեսված։ Համայնքապետարանն էլ նախատեսում է այս գյուղերը արևային էներգիայով սնուցել։ Համակարգի կառուցումը նախատեսում են սկսել հաջորդ տարի։ Արևային պանելները Լեռնուտ եւ Կարմրաքար գյուղերի տնտեսությունները կապահովեն էժան էլեկտրաէներգիայով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ 3 Շիրակի թեմի քահանաները Սուրբ Յոթվերկ եկեղեցում մաքրագործման կարգ են կատարել։ Քահանաները հայրապետական մաղթանք են հնչեցրել եկեղեցու խորանում, վերականգնելով եկեղեցական արարողության կանոնականությունը միասնականորեն։ Այսուհետ այստեղ մեր եկեղեցում միանշանակ մեր հավատացյալների եւ մեր հոգեվորականների միասնական կատարմամբ միշտ տեղի ունենալու կանոնական արարողություններ։ Եվ չտա Աստված, որ էլ երբևէ հայոց որևէ մի եկեղեցում կանոնական շեղումներով արարողություններ կատարվեն որևէ ուժային կիրառումներով։ Միևնույն է, այդ արարողությունները կատարվելու ընթացքում եկեղեցին չի վնասվում, այլ վնասվում են իրենք կատարողները։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։